Այսօր, ապրիլի 22-ին, Հայաստանի պատմության թանգարանում մշակութային կարևոր իրադարձություն է տեղի ունենում։ Լույս է տեսել Սրբոյի Լիսիցյանի հայ ժողովրդի հինավուրց պարերի և թատերական ներկայացումների աշխատության երկրորդ հատորը։ Ռուսերեն բնագրից թարգմանված գիրքը կյանքի է կոչվել գրող թարգմանիչ Հակոբ Սողոմոնյանի կողմից։ Իսկ աշխատության ամբողջական համակարգումն ու խմբագրումը վստահվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյանի։ Միջոցառումը մեկնարկեց և մեկ հարկի տակ համախմբեց մշակույթի, կրթության և արվեստի ներկայացուցիչներին, արժևորելու հայկական պարարվեստի հարուստ ժառանգությունը։ Լիսիցյանի աշխատանքը համատեղ կոմիտասի գործունեության հետ։ Այստեղ ամբարված է ոչ թե պարը, ոչ թե պարերն են փրկված, իսկապես ամբարված է, փրկված մեր ժողովրդի հազարամյակների փառք ու պսակը, այն ամենախոր ոգին, որ կոմիտասը համարում էր ուղն ու ծուծը։ Գրքի ստեղծման պատմությունը տարիների աշխատանքի արդյունք է։ Այսօր այն ամբողջական է շնորհիվ այն մարդկանց, ովքեր ներգրավված են եղել դրա ստեղծման և թարգմանության գործընթացում։ Բոլորի երազանքն է եղել Սրբոյի Լիսիցյան երկրորդ հատորը և մասնագիտական շրջանակները մեկ մյուսին է շնորհավորում, ոչ թե միայն ինձ։ Հայոց պատմությունը դրված շարժման մեջ։ Պահպանելու համար երիտասարդները պետք է ուսումնասիրեն պարասերները, ժամանակակից պարուսույցները մինչև Սրբոյի Լիսիցյանին ուսումնասիրեն, ժամանակակից նորարարությունը շատ վատ կլինի։ Միայն ու միայն Սրբոյի Լիսիցյան ուսումնասիրելուց հետո կլինի ազգային պարի ժամանակակից նորարարություն։ Սրբոյի Լիսիցյանի կոթողային աշխատության հայերեն թարգմանությունը ոչ միայն գիտական, այլև մշակութային կարևոր ձեռքբերում է։ Այն նոր հնարավորություն է ճանաչելու, գնահատելու և փոխանցելու հայկական հարուստ պարարվեստի մշակույթը ապագա սերունդներին։ Մարի Մաթևոսյան, Մոնիկա Մարգարյան, Մանկավարժական իմ աչքերով։